մասնակցել եք։ Ոչ։ Իսկ ինչու։ Ինչու չեք մասնակցել։ Կմասնակցեմ։ Հավիճ եմ ել։ Իմ ասուս եմ անդրե, ոչ մեկին։ Ասուս եմ անդրե։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք նոր քաղաքապետից։ Ասպաս բոլորս պահապան են աղջիկան։ Այո, ընտրել ենք, շատ գոհ որ ընտրել ենք ու կսպասենք դրական արդյունքի։ Այդ դրականը ոնոր լավ է ժողովրդի վիճակը, լավ պայվի, լավ ապրուս ունենան, ռոջիները բարձր եղնի։ Այդ է թե մենք սովորական հասարակ մարդիկ ենք։ Մենակ այդ թոշակարու, թեթև բաներ եք ուզենք, աղջիկ ջան։ Եղավ ցավը, թող լավ եղին իրանք։ Առողջենին մենք էլ լավ կապրենք։ Եթե իրանք առողջենին լավ եղին, մենք էլ լավ կյանենք։ Ինչով է կարևորում մարդկանց ընտրություններին մասնակցելը։ Շատ կարևոր հարց եք տալիս, բայց շատ կարևոր է մարդկանց մասնակցությունը ընտրություններին։ Եթե Հայաստանի քաղաքացի ենք, մանավանդ գյումրեցի ենք, ուրեմն պարտավոր ենք ընտրելու։ Նախընտրած տեխնացուի մասին կցանկանայիք խոսել։ Չէ։ Դա գաղտնիք է, ինչի համար։ Իսկ ակնկալիք ունեք։ Մեծ ակնկալիք ունենք, այո, մեծ, շատ մեծ։ Մի քանիսը կնշեք։ Այս գյումրին Պիտի փոխի նոր քաղաքապետը։ Նոր քաղաքապետը անպայման փոփոխություն կլինի, անպայման։ մեծ փոփոխ շարունակությունը կլինի, այս հիմիկվա այս քաղաքի շարունակական կլինի ամեն մի փոփոխությունը։ Հա։ Ինչով է կարևորում մարդկանց ընտրություններին մասնակցելը։ Ինձ հիմա շատ կարևոր էր, բայց այսօր ընտրության օր գնացել եմ աղջիկ ջան։ Դրան դեմի կանգնածները ասել են օրեն զուր է ընտրությունը մեկ է պետք է եղնի Սարիգը։ Ընտրեն է, չընտրեն Սարիգն է։ Ու չգիտեմ փոշմնա որ գնացի թաղեմ Սարիգին է Նիկոլին է վերեն։ Իսկ ո՞ր ընտրատեղամասում այդ միջադեպը տեղի ունեցել։ Կայարան։ Թաղեմ երկուսին էլ իրար հետ։ Ընտրություններին մասնակցել եք։ Նոր եմ գնում։ Մասնակցել եք ընտրությանը։ Այո։ Ձեր ձայնը հանուն ինչի եք տվել։ Տվել եմ ես որ լավ մարդ նստի աշխատի։ Ուրիշ ոչ մի բան։ Ինչ փոփոխություններ պետք է բերի նոր քաղաքապետը։ Նոր քաղաքապետը ես չգիտեմ ինչ պետք է բերի, ինչը բերի, բայց գոնե քաղաքը վերակայնվի, ծերերի մասին մտածեն, մենակ թոշակով խո չեն կրնա ապրի։ Փութեմ տեղ կառնենք, մեհոկի չեն կրնա հասցնե։ 40,000 փող կստանանք, կեսը տեղերին, այն մեջը փող չի մնա։ Իսկ ընկերները, հարևանները, այն մարդիկ, որոնք ծանոթ են ձեզ, իրենք մասնակցում են ընտրությանը եւ մարդկանց մասնակցությունն ինչով է կարեւոր։ Դիք ես չգիտեմ այլից եկել են, բայց ով են եկել, դիք ես չգիտեմ։ Մալեն մարդը չի մնացել, սա փախնեն գստից։ Ընտրություններին մասնակցել եք։ Դեռ ոչ։ Իսկ մասնակցելու եք։ Հա, անպայման։ Տեսնում եմ ձեր երեխայի հետ եք, հա։ Այո, երեխան քնած էր ընտրության ժամանակ։ Գյումրիում քայլում եք երեխայի հետ, ձեր եւ նրա ապագայի համար եք քվեարկել եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Ինձ թվում է լավ կլինի։ Ես քվեարկել եմ մեր ապագայի համար, այո։ Ու մենք ակնկալում ենք, որ բարեփոխումներ կլինեն մեր քաղաքում։ Իսկ մասնակցությունը մարդկանց ինչքանով է կարևորում։ Գիտեք, այսօր ես ընտրության էի բարձր էր, որովհետև կուտակումներ էր, այսպես ասած, շատ մարդիկ էին մեր ընտրատարածքում, կարող եմ ասել, եւ ուրախ եմ, որ բոլորը ուզում են քվեարկել։ Իսկ ինչ որ անհանգստացնող մթնոլորտ նկատում եք Գյումրիում։ Դեռ ոչ, ամեն ինչ շատ լավ է։ Դեռ։ Նոր ենք գնում մասնակցելու։ Անուն ինչի եք տալու ձեր ձայնը։ Քաղաքին ամեն ինչ լավ լինի։ Իսկ ինչպես եք պատկերացնում քաղաքում փոփոխությունները նոր քաղաքապետի հետ։ Քաղաքապետի հետ ես փոփոխություններ չեմ սպասում, բայց կուզենամ, որ մեր քաղաքում ամեն ինչ բարեհաջող լինի։ Թե շինարարությունը, թե մարդկանց տեղավորումը, որոնք ապրում են տնագներում, ամեն հարց։ Այո։ Անուն ինչի տվեցիք ձեր ձայնը։ Անուն մեր քաղաքի բարօրության։ Իսկ ակնկալիքներն ինչպիսին են։ Ակնկալիքները, որ մեր քաղաքը գեղեցիկ լինի, զարգացած, դրսի թաղամասերը նույնպես քաղաքի կենտրոնի պես
բարելավ վիճակ եղնի, էս է։ Բավական թեժ էր քարոզարշավը եւ այսօր Գյումրիում ինչ որ անհանգստություն, Նկատել նման բան, չեմ նկատել, նորմալ է։ Ձեր ընտրության ժամանակ խախտումներ եղել են, նկատել եք։ Չեմ նկատել, չէ, նորմալ մտենրետ ուսենք եկե, մի քիչ օճեր կար, սպասեցինք, նորմալ ընտրիկ դուրս եկանք։ Ընտրությանը մասնակցել եք։ Չենք մասնակցել, բայց պատրաստվում ենք է։ Ոնց որ սաղ ընեցել մենք, բայց մենակ կցանկանայի, որ այն մարդը նստի, որ ժողովրդի մասին մտածի։ Մենակ այդ եմ ցանկանում, ամենաճիշտ մարդը ընտրվի։ Իսկ ակնկալիքները բացի դրանից։ Ակնկալիքները մի քիչ դժվար է, մեկից չի կարելի պահանջել։ Մեկից պահանջելը դա արդեն սխալ է։ Յանի մենք ինքս տան ղեկավարն եմ, տունը մի բանալում լուծելը դժվար է։ Յուրաքանչյուր ժողովրդին կոչ եմ անում, ժողովուրդը ինքը գիտակցի, մեկից սպասելիքների չպատրաստվեն, չխափնվեն, թեկուզ մի քիչ ուշոտ, բայց ճիշտ ընտրություն անեն։